հիմա գնանք շուկա, որտեղ երկու բան պետք է առնենք։ Այսօր շատ լավ բան ենք պատրաստելու, բայց ցուցադրեմ արդեն վաղը։ Այսա խցիկից ֆոլգաները շարունակվում են։ Կակակ այսօր գնալի եմ ընտեն։ Անպայման կբավեն եմ։ Դդում պետք է առնեմ, դդմիկ գազար տվեք ինձ մի 4 սատ նրաշ Եքրաուրիսուն սխտոր ինչքան է երկու հատը սխտոր կշուրեք այդքան է երիք հելը որ սյո երևի բադրջան չկա մի կիլո է լավ բադրջան ես գիտեի չկա կաբաչկի չկա տվեք մի կիլո է դրանից դդում է ունեք, բայց փոքր է պետք է, շատ մեծ է փոքր չկատենք բեցին շատ է լոբի համիկ երկու բուր չեմ կասկածում կես կիլոից մի կիլո լավ իսկ այդ լոլիկը լավն է լոլիկը լավերից սիրունարից ընտրել մի կիլո 550 հա Սենց ամեն ինչ առանք փակ շուկայով գնանք դեպի դուրս ստեղ լրիվ դատարկություն է տիրում ստենայեք իսկ ժամանակին ես երբ երեխա էի հիշում եմ այն երկրորդ հարկը որ բարձրանում ենք Ես փոքր էի, ինձ այնքան մեծ էր թվում այս ամեն ինչը, տենց նույնիսկ վախ էր առաջացնում, այդքան լիքներ ապրանքը, իսկ հիմա տենց ստեղով է, արծես, պապրիկա ունեք, Քաղցր Այդ իչ կարմիր բիբերն է, բուլղարականի նկատի ունեմ Այս նույնից, բայց մուգ, կարմիր ու բուլղարական չունեք երևի Այս է, հա? Բայց մաները կնի վաղը չեմ իսր, երկու շապ է
Ես երկու շաբթիկը մոտենամ ուրեմն։ Երեքշաբթի որտես ավելի ճիշտ է։ Երկշաբթի կավարի 5-ից 3-4-ին է փոխել։ Երեքշաբթի որ ժամին եկաս արդեն մոտեցել։ Շատ բարի, մերսի շատ։ Դուք է որ փորձեք պապրիկան, ստեղ ինչ-որ թութակների խանութ է։ Դուք է որ պապրիկան փորձեք, կհասկանաք, որ սովորական հայկական կարմիր բիբարից ավելի լավն է։ Բոլորիդ խորհուրդ եմ տալի փորձել անպայման։ Հիանալի համ է տալի բոլոր ուտեստներին, անկեղծ եմ ասում, հիանալի գույն է տալի, շատ առատ, սենց բիբարի գույն է, բուլղարական, ոնց որ ինքն է գույն տալի բիբարը, տենց է իր այդ աղացած տեսակը ու շատ համով է, շատ տարբերվող։ Արդեն երկրորդ դեպքն է, ես ասում եմ բուլղարական պղպեղ ինձ տվեք, բայց կարմիր պղպեղ են ցույց տալի, ասում են սա, դե երևի չեն հասկանում, բան չունեմ ասելու, բայց կամ սխալ են հասկանում, բայց տենց։ Բարի երեկո արգել հետևորդներ, ձեզ այդ խաչիկն է և այսօր պատրաստելու ենք խրթխրթան վարունգի մարինադ և անցնելու ենք առաջ։ Ասեմ, որ այս վարունգի մարինադը ես պատրաստում եմ իմ ոճով, իմ ձևով, այնպես որ կարծում եմ շատերին կհետաքրքրի, մնացեք ինձ հետ, իսկ մենք գնացինք։ Վերցրել եմ 3 տեսակի, նկատի ունեմ խոշորության տեսակետից վարունգ, չափից դուրս լավ լվացել եմ, 2 անգամ եմ լվացել, մեկը խոզանակով նույնիսկ, դա շատ կարևոր է։ Մեզ անհրաժեշտ է լինելու նեխուր, գազար, բուլղարական պղպեղ, սխտոր, դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ, էսենցիա, կծու պղպեղ է անհրաժեշտ լինելու, սամիտ, ինչպես նաև սամիթի ծաղիկներ, այսպիսի, աղ, շաքարավազ և կարծում եմ այսքանը։ Վարունգի վրայից պետք է բաժանենք, այսպես առանձնացնենք պոչը և մյուս հատվածը, սա իմ պատրաստելու կարևորագույն մասնիկներից մեկն է և կրկնում եմ շատ լավ խոզանակով պետք է մաքրենք այս արանքները, դա ծայրահեղ կարևոր է նույնպես։ Մեզ անհրաժեշտ է լինելու 4 կամ 5 հատ 1 լիտրանոց տարա, սակայն կարծում եմ 4 հատը կպատրաստենք, մեկն էլ թթուկ անենք և առաջարկում եմ արագ անցնենք գործի միանգամից, ինչպես եմ ես պատրաստում այս հիանալի մարինադը։ Նախ և առաջ սկսում եմ նեխուրից, ձեռնոց հագնենք և հատակին այսպես դնում եմ 1 հավեսով նեխուրի կտոր, այսպես, ավելացնում եմ դափնու տերևը միանգամից, 2 հատ, 3 հատ, կարծում եմ հերիք է, 1 պտղունց կամ 2 պտղունց հատիկավոր պղպեղ ենք ավելացնում, սամիթի ծաղիկները, 2 հատը բավական է և քանի որ հիմա ես աշխատում եմ մանր տեսակի վարունգի հետ կամ կորնիշոն վարունգի հետ, նույնն է ասեմ իմանաք, պարզապես այսպես կտրում եմ պոչերը դիմացը և տեղադրում տարայի մեջ, այսպես։ Որևէ ինչ-որ հստակ, ուղիղ, գեղեցիկ, որևէ բանի կարիք չկա, քանի որ կրկնում եմ, սա մանր տեսակի վարունգն է և հենց այսպես դասավորում ենք։ Մի գաղտնիք էլ ասեմ, եթե դուք պատրաստեք ինպես, իմ նման, ապա ձեզ մոտ կստացվի բավականին շատ քանակությամբ տարա, բավականին քիչ քանակությամբ վարունգով։ Մոտավոր ասեմ, որ ինձ մոտ 2 կիլոգրամ վարունգից կամ 2 կիլոգրամ 200 գրամ վարունգից կստացվի 5-ից 6 տարա, եթե ես օգտագործեմ այս մեթոդը։ Ավելացնում ենք գազարը, ավելացնում ենք բուլղարական պղպեղը, ինչպես տեսնում եք վերցրել եմ կարմիր և դեղինը, իսկ գազարը կտրատել եմ գաթայամը նախատեսված դանակով։ Հիմա ավելացնենք սխտորը, կտրում ենք այսպիսի մասերի և ավելացնում ենք, քանի որ ատամիկը շատ մեծ է, միանգամից չեմ ուզում ավելացնել։ Հիմա նորից վարունգը, այսպես, պոչն էլ կտրենք և ավելացնենք։ Այսպես պարկեցնելով եմ ես տեղավորում վարունգը, ինչպես նկատում եք, հերթը կծվինն է, այսպես երկարավուն կտրատում ենք
եւ ավելացնում ենք 2-3 կտոր յուրաքանչյուր տարայի մեջ կդնենք, ըստ նախասիրության կարող եք չավելացնել, սակայն իմ մեթոդով եւ իմ մեթոդի մեջ պարտադիր է կծուն, նորից գազար, ասում եք ինչ հրաշալի երանգներով լի ճոխ տարա ենք ստանում, միայն պատկերացրեք, թե ինչ համ է հաղորդելու այս ամենը պատրաստ լինելուց հետո։ Դափնու տերև ավելացրեցինք նեխուր նորից, այս փուլում տեսեք մի փոքր եկեք տրորեմ, շատ զգուշ, շատ քիչ, եւ այս փուլում մենք մոռացել ենք սամիթը, հիմա կավելացնենք սամիթը, որովհետեւ տարբերություն չկա, կարաք սկզբում ավելացնեք, կարաք վերջում ավելացնեք, միևնույնն է իր համը հաղորդելու է։ Եվ այսպես շարունակ ավելացնում ենք նորից վարունգները, տեսնում եք մինիմալ քանակությամբ վարունգ եմ ես օգտագործում, սակայն մեկ տարան արդեն լցվեց եւ էֆեկտը այն է, որ բոլոր բաղադրիչները ուտելու են, բոլորը ուտելու համար են նախատեսված, նկատի ունեմ ձևականություն որևէ չկա այստեղ, եւ բուլղարական պղպեղը եւ գազարը եւ վարունգը, ասում եք կրկնում եմ այսպես մինիմալ ծախս, քիչ քանակությամբ վարունգ եւ 6-ից 7 տարա մոտարապես 2.5 կիլոգրամ այս չափսի վարունգից կիրառեք իմ մեթոդը, այն ձեզ միանշանակ դուր է գալու, էլ չեմ ասում, որ համից չեք կշտանա։ Եվ վերջում, տեսեք, արդեն տարան լցվեց, կարծում եմ հերթականությունը հիշեցիք, հերթականություն որևէ որպես այդպիսին չկա, տեսեք որքան գեղեցիկ է, տեսնում եք, խիտ լցված ամբողջը մեծ տոկոսը վարունգն է կազմում, բայց միևնույն ժամանակ վարունգը քիչ է այստեղ։ Ավելացնում ենք նեխուրը վերևի հատվածից, այսպես։ Ինչի, որովհետև եռացնելու համար նեխուրը մեծ դեր է խաղալու մեզ մոտ, մենք պետք է հասկանանք արդյոք տաքությունը հասել է դեպի տարայի վերևի հատված, նեխուրի միջոցով այն պետք է փոխի երանգը եւ կհասկանանք։ Դնում ենք մի կողմի վրա եւ եւս մեկ օրինակ ցուցադրում եմ արդեն մեծ վարունգներով, տարբերություն կա, հավատացեք, նորից նեխուրն ենք վերցնում, այսպես կոթերը կդնենք այս անգամ, կոթերը հատկապես շատ ուշադիր եք լվանում, որովհետև լիքը հող է լինում կոթերի մեջ, կոթերի վրա, ակնոց դրեք եւ լվացեք, այսպես կանվանեմ, որտեվ այլ բան չեմ կարող ասել։ Ավելացնում ենք սամիթը, ավելացնում ենք հիմա սամիթի ծաղիկներից եւս 1-2 հատ, այսպես, դափնու տերևը, հատիկավոր սև պղպեղը, 1-2 պտղունց, ահա, մի փոքր էլ կավելացնենք, այսպես, սխտորը, ես ընդհանրապես ուզում եմ ցուցադրել ձեզ հիմա թե ինչպես եմ դասավորում արդեն մեծ վարունգները, որովհետև սա պակաս կարևորություն չի կրում, բուլղարական պղպեղն ենք ավելացնում, ինչն ենք մոռացել, գազարը, հերթը գազարինն է, ավելացնում ենք մի փոքր, այսպես մի քանի հատ, սեղմում ենք բռունցքի միջոցով, թեթև շատ պետք չի, եւ ցուցադրում եմ ինչպես ենք դասավորում արդեն խոշոր վարունգները։ Դասավորելու ենք կանգուն ձևով, այսպես սեղմելով, տեսեք, մենք չենք պարկեցնում այս վարունգները նախնական փուլում, այլ կանգնեցնում ենք այսպես շարունակ կատարում ենք նույն գործողությունը, մինչև այլևս տեղ չլինի վարունգները այս կերպով դասավորելու համար, ամբողջությամբ դասավորեցինք, կավելացնենք գազարը, կավելացնենք դափնու տերևը, եւս մեկ պտղունց հատիկավոր սև պղպեղ, հատիկավոր սև պղպեղը այս պահածոյի մեջ երբեք շատ չի լինում, այնպես որ հանգիստ ավելացրեք, էլ ավելի լավ,
ավելացնում ենք սամիթը, այսպես, ավելացնում ենք կծուն, ևս մի քանի հատ, այսպես, ասեմ, որ կծուն էսենցիայի հաշվին որոշ չափով օքսիդանալու է և մնալու է շատ հաճելի, թեթև, համային տեսակետից շատ դուրեկան կծվոտ համ, որը հաղորդվելու է վարունգներին և արդեն վերևի հատվածից տեսեք, թե ինչպես ենք դասավորում, կանգուն արդեն չենք կարող և պարկեցնում ենք մնացած վարունգները։ Այս եղանակով խոշոր վարունգները դուք կարող եք տեղավորել մոտարապես 3-4 տարայի մեջ, մոտարապես 1-1.5 կիլոգրամ վարունգները։ Վերջում, ինչպես միշտ, նեխուրը վերևի հատվածից, այսպես, և անցնում ենք մյուս կարևորագույն գործողությանը։ Ժամանակն է աղ և շաքարավազ ավելացնելու, վերցնում ենք խոշոր աղ, վերցնում ենք 1 լիքը ճաշի գթալ խոշոր աղ, 1 լիտրանոց տարայի համար և լցնում ենք, այսպես, կարող եք ոչ լիքը ավելացնել, սակայն լիքը նորմալ է, փորձված է, փորձեք անպայման կամ ուզում եք ինքներդ։ Սա 3 և սա արդեն 4, ես նախորոք հաշվարկել էի, լցրել էի ափսեի մեջ, դրա համար այսպես էլ ավելի հեշտ է մեզ մոտ։ Շաքարի նեհերթը ավելացնում ենք 1 լիքը դեսերտի գթալ շաքարավազ կամ 1 ոչ լիքը ճաշի գթալ, նույն հաշիվն է լինում, այսպես, նորից բոլոր տարաների մեջ, այսպես, ավելացնում ենք։ Հիմա վերցնում ենք եռման ջուր, ժամանակի սղության պատճառով ես եռման ջուր եմ ավելացնում, դուք կարող եք սովորական սառը ջուր ավելացնել, սակայն պրոցեսը էլ ավելի կերկարի և շատ զգուշորեն եռման ջուրը այսպես կաթիլ ավելացնում ենք տարայի մեջ, միանգամից երբեք չենք ավելացնում, քանի որ ռիսկ կա, որ տարան կարող է ճաքել և ոչ միայն ճաքել, այնպես որ վտանգից հեռու մնալու համար ավելացնում ենք կաթիլ, այսպես։ Ասեմ, որ նույն ջերմաստիճանի եռման ջուրը ավելացնում ենք նաև այն կաթսայի մեջ, որի մեջ պետք է եփենք, այսինքն ստերիլիզացնենք տարաները։ Հիմա ավելացնում ենք եռման ջրով լի տարան եռման ջրի մեջ, եթե սառը ջուր լցնեինք, ապա տարայի մեջ պետք է լցնեինք նույն ջերմաստիճանի սառը ջուրը, կարծում եմ բացատրեցի մաքսիմալ պարզ և հասանելի։ Հիմա այս ամենը դնում ենք կրակին և ստերիլիզացնում ենք մոտ 10 րոպե սկսած ջրի եռալու պահից, սա շատ կարևոր է։ Նաև ասեմ, որ կիսով չափ է ինձ մոտ տարաները ընկնված ջրի մեջ, հետևաբար պրոցեսը շատ ավելի երկարելու է։ Որոշ ժամանակ անց մենք տեսնում ենք, որ արդեն վարունգը փոխել է իր երանգը, նեխուրը նույնպես, դա նշանակում է, որ հանելու և փակելու ժամանակն է, սակայն մինչ այդ չենք մոռանում, որ մենք դեռ չենք ավելացրել 70%-անոց քացախաթթուն կամ էսենցիա։ Ավելացնում ենք 1 լիքը դեսերտի գթալ էսենցիա յուրաքանչյուր 1 լիտր տարայի մեջ, դա ձեզ կարող է թվալ տարօրինակ, սակայն սա իմ մեթոդն է և ստացվում է ֆանտաստիկ մարինադ, դուք էլ փորձեք նույն քանակությամբ։ Փակում ենք և անհամբեր սպասում ենք ձմռանը։ Սա էլ այսպես, ինչպես նկատեցիք, տեսնում եք ինչպես է փոխել իր երանգը վարունգը, հենց սա իսկական, ոչ ավել, ոչ պակաս, ստերիլիզացված վարունգի մարինադն է, այն պետք է լինի հենց այս երանգի, որպեսզի ստացվի խրթխրթան և անկասկած շատ համեղ։ Ձեզ հետ Խաչիկն էր, մինչ նոր հանդիպում։